Ողջունում եմ բոլորին սիրելիներս, այսօր հունիսի 17-ն է, օրը երեքշաբթի 2025 թվական, ուզում եմ մի փոքր պատգամով կիսվել, նաև մի երգ պիտի ընթերցեմ, որովհետև հրաշալի բառեր են այնտեղ, հրաշալի նախադասություններ, որ յուրաքանչյուր քրիստոնյա պարտավոր է իմանալու, գիտեք այսօր ուզում եմ խոսել ուրախության մասին, մենք Տիրոջ զավակներն ենք, Աստծո որդիները, Տերը մեր համար արյուն է թափել, թողել է երկնքի փառքը, իջել է, մարդացել է և մեզ իր սուրբ արյունով գնել է, մեզ բացված է շատ երկնային խորություններ, շատ գանձեր ու գաղտնիքներ, որը աշխարհի համար փակված է, մեզ տրված է այդ բանալիները, մեզ շատ բաներ է բացված, խոստումները մերն են, ամեն բան մերն է, օրհնությունը մերն է, մենք թագավորության որդիներ ենք, թագավորներ և քահանաներ, և շատ այսպիսի բաներ կարելի է թվարկել, բայց այսօր ուզում եմ ով սիրելի հոգի, մի պահ մտածիր, ինչի ես դու տխուր, ինչի ես դու տրտում, ինչի դու չես կարողանում ուրախանալ քո Տիրոջ Աստծով, ինչու չես կարողանում ցնծալ Նրանով, ինչի ամեն բացվող առավոտ մտքերը, հոգսերը, ծանրությունները կարծես ճնշում են քեզ, կարծես չես կարողանում այս կյանքի մեջ ուրախություն տեսնել, գիտեք սիրելիներս, այնպես չի, որ ուրախությունը նրա մեջ է, որ մարդ գումար ունենա, ուրախությունը նրա մեջ է, որ մարդ սիրող ունենա իրան կամ սիրվի, ուրախությունը ունեցվածքի մեջ չի, ուրախությունը հարգված լինելու մեջ չի, որովհետև ես դեռ շատ հին ժամանակների գրականություն եմ ընթերցել, սուրբերի վարք, առաջի դարի քրիստոնյաներ, երկրորդ, երրորդ, երբ որ եկեղեցին հալածվում էր, սղոցվում էր, քարկոծվում էր, սուրբերի մարմինները նետում էին գազանների առաջ, բայց իրանք այս վերը նշվածներից ոչ մի բան չունեին, անգամ Եբրայեցիս 11-րդ գլխում ասում է մարդիկ, որոնց աշխարհը արժանի չէր, բայց ինչ եղան, տանջվեցին, տառապեցին, հալածվեցին, կապանքների մեջ նեղություն, կարոտություն, նրանք ոչ հարստություն ունեին, ոչ փառք ունեին, ոչ հարգանք ունեին, իրանց մարդու տեղ էլ չէին դնում, և մինչև հիմա, գիտեք հյուսիսային Կորեայում, Հնդկաստանում, Պարսկաստանում կան երկրներ, որ եթե այդ մարդու մի մարդ ինքը լինում է հավատացյալ, իր ամբողջ ցեղը կարող են գնդակահարել, որովհետև իրանք վարակի նման բան են համարվում, որ կարող են իրանց այդ ակրուժնեստ, իրանց կողքի մարդկանց վարակել, ուզում եմ ասել, որ նման մարդկանց ոչ աշխարհը սիրել է, ոչ հարգել է, ոչ պատիվ է տվել, ոչ ինչ-որ մի բան, այդ մարդիկ չեն ունեցել ոչ մի բան, սիրելիներս, բայց այդ մարդիկ եղել են ուրախ, որովհետև Սուրբ Հոգին բնակվել է այդ մարդու մեջ, Սուրբ Հոգու պտուղներից մեկը դա ուրախությունն է, ուրախություն, ցնծություն, խաղաղություն, չէ՞, ասում է դուք եք տաճարը, կմտնեմ և կբնակվեմ ձեր մեջ, Աստծո արքայությունը ուտելիք կամ խմելիք չի, այլ ուրախություն, խաղաղություն, ցնծություն Սուրբ Հոգու ձեռքով, հիմա սիրելի հոգի, ինչ եմ ուզում ասեմ, եթե դու հավատացյալ ես, եթե դու կնքված ես Սուրբ Հոգով, մկրտված ես, այդ կնիքը Տերը դրել է քո վրա, եթե դու քեզ համարում ես երկնային որդի, երկնքի զավակ, ինչի ես տխուր, ինչի ես տրտում, միթե Տերը կթողի քեզ դժվարությունների մեջ, գիտեք, մենք հասկանում ենք, որ մենք նեղ ճանապարհի վրա ենք, որովհետև գոյություն ունի երկու ճանապարհ, նեղ ճանապարհ և լայն ճանապարհ, բնական է, որ նեղ ճանապարհին մեր առջև խալիներ չեն փռելու, ոչ էլ վարդի թերթիկներ, մենք ունենալու ենք նեղություն,
բայց սիրելիներս նաև ուզում եմ ձեզ մխիթարել, որ Տերը խոստմունք ա տվել, որ այդ նեղությունների մեջ չի թողնի, գրված է աշխարհում նեղություն կունենաք, բայց քաջացեք, ես հաղթել եմ աշխարհին, ես ձեզ հետ եմ ամեն օր, մինչև աշխարհի վերջը։ Մենք այնպիսի խոստումներ ունենք, որ մենք պետք է ուրախանանք, որ Տերը կյանքի յուրաքանչյուր պարագայում մեր հետ է, թեպետ լինի դժվարություն, թեպետ լինեն խնդիրներ, Տերը ասում է ես քեզ մենակ չեմ թողի, ես խոստում եմ տվել քո կյանքի ամեն օրվա մեջ, սիրելիներս, կարդացեք Մատթեոս ավետարանի վերջի գլխի վերջի խոսքը, նշվում է եւ ահա ամեն օր ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վերջը, այսինքն յուրաքանչյուր օրվա համար Տերը տալիս է խոստմունք, որ ինքը քո հետ է, ինքը քեզ չի թողի։ Սիրելիներս, մենք լուսով որդիներ ենք, այդ ուրախությունը, այդ ցնծությունը պիտի մեզ ուղղորդի, որովհետև մենք երկնային զավակներ ենք, մեզ բացվել է այդ գանձերը, այսօր աշխարհը հոգևորապես ինքը մահացած է, այսօր աշխարհին տրված չի այդ իմաստությունը, բայց մեզ բացված է, այդ գանձերը բացված է, երկնային խորությունները բացված է, մենք ունենք խոստումներ, մենք ունենք շատ խոստումներ, որ Տերը մեր հետ է, գրված արդարի նեղությունը շատ է, բայց Տերը այդ ամեն ինչից ազատում է ու փրկում է, փառք Տիրոջը, եւ դրա համար նաեւ ուզում եմ կարդալ մի երգ, ինքը ռուսերեն է, այսպես նախադասություն առ նախադասություն կկարդամ եւ կթարգմանեմ, որովհետեւ գուցե ռուսերեն մարդիկ լինեն, որ չկարողանան ճիշտ ըմբռնել, դրա համար հարկ եմ համարում կարդալ եւ թարգմանել, որպեսզի մենք յուրաքանչյուրս մտնենք այդ խոսքերի մեջ, որ այսօր Տերը ասում է դու ինչի ես տրտում, իմ աղավնիս, իմ կատարյալս, դու իմ նման Աստված ունես, ապավեն ունես, վեմ ունես, ամուր ժայռ, որ ասում է արդարը փախնում է նրա մեջ եւ փրկություն ա գտնում, օգնություն ա գտնում, ինքն ա մեր վահանը։ Աբրահամին ասեց մի վախեցիր Աբրահամ, ես քո վահանն եմ, մենք ունենք այդպիսի Աստված, ով գնում է մեր առջևից, եթե իհարկե մենք հետևենք իրենից առաջ չընկնենք, ինքը կգնա մեր առջևից եւ խորթուբոր տեղերը կհարթեցնի եւ երկաթի նիգերը կջարդի եւ կփշրի եւ կտա մեզ այդ թաքուն տեղերում պահված հարստությունը եւ գանձերը, թող Տերս փառավորվի, ուզում եմ ընթերցել երգի բառերը։ Այս երգը ռուսերեն երգարանով 1181 համարի երգն է, ճիշտն ասած մինչև հիմա չգիտեմ այս երգի երաժշտությունը, բայց բառերը շատ է կպել իմ սրտին։ Радость, почему ее не видно в тех, кому навек она дана։ Ուրախություն, ինչու այդ ամեն ինչը չի երևում մեր մեջ, այսինքն այն զավակների մեջ, որ հավիտյան տրված է նրանց այդ ուրախությունը։ Почему до горечи обидно, что душа так радостью бедна։ Ինչի մահու չափ տխուր ենք, որ հոգին այդպես աղքատացած է ուրախությունից։ Грустными, усталыми мы стали, մենք տխուր տրտում ենք դարձել, ներողություն, наших ликований смолкла песнь, մեր այդ ուրախության ցնծության մեջ կարծես մարել է այդ երգը։ Если нам не радоваться с вами, то кому же радоваться здесь։ Եթե մենք չուրախանանք այս երկրի վրա, բայլով ուրախանա, հա։ Кто еще спасен от тьмы греховной։ Ով է փրկված ուրեմն մեղքի այդ խավարից, кроме верных Божьих детей, բացի Տիրոջ հավատարիմ զավակներից։ Почему же в этой жизни волны заглушают радость вечных дней։ Ինչի այս աշխարհի այդ ալիքները խլացնում են ուրախության այդ հավիտենական այդ ուրախությունը մեր օրերի։ Радуйтесь, чтоб радоваться вечно։ Ուրախացեք, որ ցնծակ հավիտյան։ Радуйтесь в печалях и скорбях,
ուրախացեք անգամ նեղությունների, փորձությունների ժամանակ, чтобы мог увидеть каждый встречный эту радость в ласковых глазах, որպեսի յուրաքանչյուր ձեզ հանդիպողը տեսնի այդ ուրախությունը ձեր աչքերում, радуйтесь, другим дарите ей, ուրախացեք եւ այդ ուրախությունը մյուսներին փոխանցեք, մեկը մյուսին, будем ближе к Господу, друзья, եւ այդ ուրախությունով ավելի մեկս մյուսին մոտիկ կլինենք, радостью, как звездочкой, видите гибнущих небесные края, եւ այդ ուրախությունով, ինչպես աստղ առաջնորդեք մեղավորներին, կորսվողներին դեպի հավիտենականությունը, դեպի Քրիստոսը։ Թող Տերը փառավորվի, սիրելիներս, շատ լավ բառեր էր, շատ խորը, որպեսզի այսօր յուրաքանչյուր քրիստոնյա, եթե ինքը չունի այդ ուրախությունը, եթե իր մեջ այսպես, չգիտեմ, տրտմության գերեզման, այսպես տխրություն, դեպրեսիվ վիճակներ, որ խնդրի Տիրոջը, որտեվ դա նորմալ չի, գիտեք, հա, լինում է տխրություն, լինում է տրտմություն, երբեմն անցնում ենք մենք այդ ճանապարհներով, անապատներով, մավանշուքի հովիտներով, բայց որ դա այսպես ստաբիլ ուղեկցի քրիստոնյային, դա նորմալ չի, անգամ նեղությունների վշտերի մեջ ինչ կարդացինք, ուրախացեք, Տերը մխիթարում է, Տերը կապում է, Տերը փաթաթում է մեր վերքերը, Տերը բալասան է դնում, կոտրված սրտերը բժշկում է, հալելույա, այսօր պարտադիր չի ամենտեղ դու գնաս ու վազես, ասես ես հավատացյալ եմ, դու ապրե այդ կյանքը եւ քեզ տեսնողը, երբ որ կնայի, կասի լսի, դու նման չես ուրիշներին, դու մի տեսակ ուրիշ ես, քո աչքերի մեջ մի տեսակ ուրիշ փայլ կա, մի տեսակ դու հանգիստ ես, մի տեսակ դու երկնային այսպես ուրախություն ունես, մի հատ պատմի քո Աստծուց, էլի, ով ես դու, այդ ժամանակ վկայեք, որպեսի մարդիկ տեսնեն, որ մեր Աստվածը իրոք կենդանի Աստված է, մենք մեռելներ չենք, այսպես քիթ մռութներս կախած միշտ տխուր տրտում, մարդիկ մեզ տեսնեն, չեն էլ ուզենա Քրիստոսի մասին լսել, բայց դուք ուրախացեք Տիրոջմով, եւ ձեզ հանդիպողը կտեսնի ձեր մեջի Քրիստոսին, եւ ինքը կասի, լսիր, պատմիր ինձ Քրիստոսի մասին, որտեվ տեսնում եմ, որ դու ուրիշ մարդ ես, տեսնում եմ, որ դու այս մարդկանց նման չես, տեսնում եմ, որ քո աչքերի մեջ կյանք կա, ոնց որ մեր քույր եղբայրները առաջի, երկրորդ, երրորդ դարի եւ մինչեւ հիմա այն երկրներում, որտեղ հալածան կա, մարդիկ նահատակվում են, իրանք չեն վախենում մահից, գիտեք, սիրելիներս, որտեվ իրանք գիտեն, որ իրանք գնում են երկինք, իրանք գնում են այն երանելի տեղը, այն սպասված վայրը եւ վերջապես մեր Հիսուս Քրիստոսին, մեր հոգու սիրեկանին, որ մահվան օրը դա հանդիպում է մեր Տիրոջ հետ, որ մեր հոգին պիտի մտնի երկինք եւ փարվի Հիսուսի ոտքերին եւ հավիտյանս հավիտենից ապրի մեր հոգու սիրեկանի հետ, դրա համար ճշմարիտ հոգեվոր հավատացյալ մարդը չի վախենում մահվանից, որտեվ նրա մեջ կյանք կա, իսկ այն մարդը, ով ունի իր մեջ կյանք, մահի իշխանություն չունի իր վրա, հալելույա, փառք Տիրոջը, ես այս կարճ պատգամը ձայնագրեցի սիրելիներս, որպեսի ինքնակնություն անենք, եթե չունենք այդ ուրախությունը, ուրեմն գանք Տիրոջ ոտքերի առաջ, ասենք Տեր, վերցրու իմ սիրտը, փոխիր իմ սիրտը, լցրու ուրախություն, լցրու ցնծություն, որտեվ ես քեզ ունեմ, այս աշխարհը կարա տխրի, այս աշխարհը կարա տրտմի, վերջապես գնում է կորուստ, չունի Հիսուս, բայց ես Հիսուս ունեմ, ինչա իմ ներսը այսպես դատարկ, ինչա ասենց հոգսերով ու տրտմություններով ու չգիտեմ, տարբեր բաներով ճնշվում, չէ որ ես ունեմ Աստված, մեկը, ով ամեն բան հոգում է, ամեն կարիքները, թե հոգու, թե մարմնի, հալելույա, թող Տերը փառավորվի այս ամեն ինչի մեջ, սիրելիներս, քննենք, նայենք մեր շավիղներին, եւ եթե կա մեղք, որը ծածկում է Աստծո երեսը քեզանից, ուրեմն խոստովանիր այդ մեղքդ, արի Քրիստոսի ոտքերի առաջ, ասա Տեր, իմ ու քո մեջտեղը
պատնեշ կա, այդ ուրախությունը չի կարողանում թափանցել իմ սիրտը, չի մտնում իմ սիրտը, որտև արգելք կա, վերցրու մեղքը, տուր ինձ զղջում, տուր ինձ ապաշխարություն, որպեսզի ես կարողանամ վայելել երկնային վայելքները, թող Տերը փառավորվի ամեն բանի մեջ իր սուրբ պատվական անունը Հավիտյանս Հավիտենից, ամեն։